you see, all of them are children, women. Կանայք, երեխաներ, պարզապես խաղաղ մարդիկ։ Նրանք բոլորն իրենց տներում Իսրայելի թիրախ դարձան 12-օրյա պատերազմի ժամանակ։ 935 զոհվածների գրեթե 90%-ը մարդիկ են, որ պարզապես իրենց աշխատանքով էին զբաղված, ասում է դեսպանը։ Մինչդեռ սիոնիստական ռեժիմը ստում է պնդելով, թե քաղաքացիական ենթակառուցվածքները չի թիրախավորել։ Սա է իրականությունը։ Մյուս կողմում Իրանի ռազմական ղեկավարների նկարներն են։ Հիմա, երբ խաղաղ է հարևան երկրի երկինքը, Երևանում Իրանի դեսպանատանը բացվել է Սգո-Մատյան։ Մարդիկ գալիս են, ցավակցության ու զորակցության խոսքեր թողնում, տոկունություն մաղթում բարեկամ ժողովրդին։ Կպահպանվի արդյոք փխրուն հրադադարը։ Դեսպանն ասում է, փորձը ցույց է տալիս, որ սիոնիստական ռեժիմն իր խոստումներին երբեք հավատարիմ չի եղել։ Բոլոր դեպքերում նրանք խախտել են հրադադարը։ Այս անգամ էլ գուցե նույն կերպ վարվեն։ Մենք պահպանում ենք զգոնությունը, խախտեն, մենք էլ նույնը կանենք։ Իրանում վիճակը ստաբիլ է ինչպես այսօր, այնպես էլ ագրեսիայի օրերին, վստահեցնում է Սոփանին։ Երբ մեր թշնամիները թաքստոցում էին, մեր կառավարությունն ու խորհրդարանը շարունակում էին աշխատել։ Բնականon հունով նիստ էր գումարել։ Աշխարհն անակնկալի եկավ տեսնելով Իրանի ժողովրդի համախմբվածությունն ու սերը ճգնաժամի օրերին։ Ադրբեջանական մեդիան հղում անելով այդ երկրում Իրանի դեսպանատանը հաղորդում է, որ նախագահ Մասուդ Փեզեշքյանն այցելելու է հայաթափված Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտ, մասնակցելու տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ պետությունների գագաթնաժողովին։ Որն է օրակարգը հայտնի չէ, սակայն օրեր առաջ էր Իրանի նախագահը Ալիևի հետ հեռախոսազրույցում ըստ իրանական մամուլի ուշադրություն հրավիրել Ադրբեջանի տարածքից իսրայելական անօդաչու թռչող սարքերի հնարավոր թռիչքի մասին հաղորդագրություններին։ Ալիևն էլ վստահեցրել էր, որ Բաքուն բացառում է Իրանի դեմ իր օդային տարածքն օգտագործելու հնարավորությունը։ Այն այցի հետ կապված, որ դուք նշեցիք, տեղեկություն չունեմ։ Ինչ վերաբերում է Հայաստանին, այո, այցի ուղղությամբ կան աշխատանքներ, որ ամռանն այն կայանա։ Այժմ հայ գործընկերների հետ քննարկում ենք փաստաթղթերը, որոնք ներառվելու են նախագահի այցի օրակարգում։ Փեզեշքյանն Ալիևի հետ Ստեփանակերտում կքննարկի արդյոք Ադրբեջանի դաշնակից Իսրայելի հարցը, հատկապես որ հարց չեն Թեհրան-Բաքու հարաբերությունները վերջին պատերազմի ֆոնին։ Պարզ չէ։ Մյուս կողմից Բաքվում վրդովվել էին Ստամբուլյան հռչակագրին հաջորդած Սոփանիի հայտարարությունից, որ Արևմտյան Ադրբեջանը Իրանի նահանգներից մեկն է եւ չի կարող օգտագործվել այլ տարածքի համար։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը կեղծ, վտանգավոր ու մանիպուլյատիվ էր անվանել դեսպան Սոփանիի հայտարարությունները։ Անկախ Բաքվի վրդովմունքից իրանցի դիվանագետն իր դիրքորոշումը վերահաստատեց նաև այսօր։ Ճիշտ չէ անհիմն պնդումներով հարցականի տակ դնել այլ երկրների տարածքային ամբողջականությունն ու լարվածության առիթ ստեղծել։ Ինքնակոչ այդ պնդումներով հնարավոր չէ փոխել աշխարհագրությունը։ Էպիկենտրոնի հարցին ստացվում է արդյոք, որ Իրանը Ստամբուլյան հռչակագրի ոչ բոլոր կետերի հետ է հաշտ։ Անկախ այդ փաստաթղթի տակ ստորագրելու հանգամանքից դեսպանը պատասխանեց. Իսլամական կոնֆերանսը 57 անդամ երկիր ունի, իսկ ընդունված այդ փաստաթղթի որոշ կետերի հետ իրենք իսկապես համաձայն չեն։ Խոսքը մասնավորապես այն կետերի մասին է, որոնք տարածքային պահանջներ են ենթադրում այլ երկրների հանդեպ։ Էրմինե Ղարիբյան, Ալեքսանդր Կիրոյան, Էպիկենտրոն։